49.8% կամ 727.160 քվեով ընտրությունում առաջատարը քաղաքացիական պայմանագիրն է, սակայն ընդդիմադիր դաշտում քննարկումների հիմնական թեման ստացած տոկոսները չեն, ավելի կարևոր է ինչ պայմաններում անցկացվեց ընտրարշավը ու ինչ եղավ ընտրության օրը։ Ձերբակալություններ, ատելության խոսք, եվրոպական աջակցություն քարոզարշավի ողջ ընթացքում եւ ոչ միայն։ Ընտրության կեղծումը բուն քվյաթերթիկի կեղծումը չէ։ Կեղծումը սկսվում է այն պահից, երբ իշխանությունը չարաշահում է իր ձեռքի տակ եղած վարչական լծակները, մանիպուլացնում հասարակությանը։ Նայում եք ընդհանուր համադրության մեջ, ապա տեսնում ենք այսպես սխեմատիկ քարտեզ, որտեղ բոլոր գործողությունները կամ բոլոր ակտերը ուղղված են հանրային կարծիքի մանիպուլացմանը։ Իսկ ընդհանուր պատկերն ավելի մտահոգիչ է, քան թվում է։ Մի կողմ թողնելով նախընտրական փուլի պատկերը անդրադառնանք բուն ընտրության օրվան։ Առավոտը սկսվեց ձերբակալություններով։ Գյումրիում ուժեղ Հայաստան կուսակցության մի քանի անդամներ բերման ենթարկվեցին։ Իմ ունեցած տեղեկությունները մոտ 5-6 հոգի են Գյումրիից։ Քաղաքական Ուժեղ Հայաստան։ Եվ առավոտյան նաև Հայաստան դաշնքից էր, չէ՞, այստեղ պատգամավորի։ Ճիշտ ասած, Հայաստան դաշնքի մասին լսել եմ եւս երկու հոգու մասին, բայց այլ մանրամասնություններ չեմ տիրապետում։ Ձերբակալությունները վաղ առավոտից վախի մթնոլորտ ստեղծելուն էին միտված, բայց ոչ միայն ընտրողների, այլ նաև քաղաքական ընդդիմության շրջանում, պնդում է Հայաքվե քաղաքացիական նախաձեռնության անդամը։ Որոշ ընդդիմության ղեկավարներին, ընդդիմության լիդերներին հասկացնելու, որ եթե հանկարծ դες համար ցանկալի արդյունքներ չլինեն, հետընտրական զարգացումների ձեռք մնացեք, որովհետև ձեզ կբռնենք, կկալանավորենք, ձերբակալենք, բանտեր կգցենք։ Օրը լցված էր ընտրախախտումների մասին ահազանգերով։ Ընտրատեղամասերի բացումից ընդամենը րոպեներ անց էին ստացվում ընտրախախտումների մասին առաջին ահազանգերը։ Միայն ներքին գործերի նախարարությունը 619 ահազանգ ստացավ առավոտյան 8-ից մինչև ուշ գիշեր։ Իսկ ընտրախախտման ամենաակներև դեպքը զինվորների ընտրությունն էր Նուբարաշենում եւ Մեղրիում, մինչև երեկոյան 23:43։ Այդ ժամին ընտրատեղամասերը վաղուց փակված պետք է լինեին, իսկ զինվորները քնած։ Պարզ է, որ հարկադրանքի եւ պարտադրանքի ներքո են բերվել եւ մուտք են գործել ընտրատեղը կատարել են քվեարկություն, արդեն պարզ է օգտի քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Սակայն հունիսի 8-ի երեկոյան Փաշինյանը ավելի մեծ անակնկալ ուներ։ Ընտրության արդյունքների հազիվ 15%-ն էր ամփոփվել, երբ իր քաղաքական համակիրներով շրջապատված Փաշինյանը հայտարարեց սեփական հաղթանակի մասին։ Ընտրությունների արդյունքում հաղթել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը եւ շնորհավորանքներ էր ստանում հարևան երկրների ղեկավարներից։ Ի սրտե շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա կուսակցությանը ընտրություններում գրանցած հաջողության կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը։ Ըստ քաղաքագետի հաղթանակի մասին այս հայտարարությունը քաղաքական պարզ սցենար էր։ Կարծեք թե այսպես ստեղծում էր լակմուսի թուղթ հետագայում այս կամ այն իրավիճակում ընտրությունները, եթե իշխող ուժին ձեռնտու չլինեին արդյունքները կամ հնարավոր չլիներ բավարար չափով այսպես ներկայացնել իր հաղթանակը, տանել ընտրությունները ոչ լեգիտիմացման փուլ եւ նոր ընտրություններ նշանակել։ Մինչ ընդդիմադիր ուժերը խոսում են վերահաշվարկների, ընտրական գործընթացի վիճարկման եւ քաղաքական գնահատականների անհրաժեշտության մասին, հունիսի 8-ին ընտրության շուրջ հիմնական բանավեճը շարունակում է մնալ նույնը։ Իշխանության հաղթանակը բացառապես ընտրատեղամասերում ստացած ձայների արդյունք էր, թե նաեւ այն քաղաքական ու վարչական միջավայրի, որի պայմաններում անցկացվեց այս ընտրարշավը։ Սեդա Կյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։